Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի Դաշնությունում, Եվրամիությունում եւ Միացյալ Նահանգներում հարցումներ են պատվիրել պարզելու, թե Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ինչ վարկանիշ ունեն։ Հարցումն անցկացվել է նշված երկրներում բնակվող եւ Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանում հեռախոսազանգերի միջոցով։ Ասում են Մոսկվայից Ռուսաստանից բերելու են մարդկանց, որ Չէ, ես ընդհանրապես ասում եմ, թող բերեն, որովհետև եկածների 84.5%-ը ընդեղ մեր արած հարցումների համաձայն քվեարկելու է մեր օգտին։ Այն, որ իշխանություններն արտերկրում բնակվող հայերի շրջանում հարցումներ են պատվիրել, պարզ է դառնում Նիկոլ Փաշինյանի Գյումրիում արված այս հայտարարությունից։ Վարչապետը թեմային անդրադարձել էր, երբ հանդիպել էր Ռուսաստանից ժամանած Հայաստանի քաղաքացուն։ Վարչապետի այս հայտարարությունից հետո Factor TV-ն մի շարք հարցեր է ուղղել Փաշինյանի աշխատակազմին, մասնավորապես երբ եւ որ ժամանակահատվածում է Ռուսաստանի Դաշնությունում անցկացվել նշված հարցումը, որ քաղաքներում ինչ հիմքով է կայացվել հարցում պատվիրելու որոշումը, ինչ ֆինանսական միջոցներով է պատվիրվել հարցումը եւ բացի Ռուսաստանի Դաշնությունից արդյոք այլ երկրներում եւս անցկացվել են նման հարցումներ։ Նիկոլ Փաշինյանին ուղված այս բազմաթիվ հարցերից որևէ մեկին բովանդակային պատասխան չենք ստացել։ Ձեր կողմից հարցվող տեղեկությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն է, ուստի հնարավոր չէ տրամադրել, փոխանցել են վարչապետի աշխատակազմից։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության առանցքային ներկայացուցիչները նույնպես տեղեկություններ չունեն արտասահմանում բնակվող հայերի շրջանում պատվիրված հարցումներից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն օրինակ Factor TV հարցադրումից տեղեկացավ, որ ՔՊ-ն հարցում է անցկացրել Ռուսաստանում։ Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում, չունեմ նման, չեմ լսել էլ, ես վարչապետի ելույթն էլ եմ դեռ ասել։ Գյումրի կատարած այս վերջին քարոզարշավի շրջանակներում Երևի բաց եմ թողել։ Ընդհանրապես իշխանությունը հարցումներ անում է տարբեր երկրներում ապրող հայերի շրջանում։ Չգիտեմ այդ տարբեր երկրներում, բայց ներսում մենք արել ենք։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անտեղյակ է Փաշինյանի վկայակոչած հարցման արդյունքներից։ Նկատի ունեք ինչ հարցում է, ես տեղյակ չեմ։ Նիկոլ Փաշինյանը դա միայնակ է արել։ Չէ, բայց ես ամեն ինչից չէ, ես բոլոր հարցումներից չի որ տեղյակ եմ։ Բայց ես նույնպես վստահ եմ, որ Ռուսաստանում ապրող մեր քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը քվեարկելու է քաղաքացիական պայմանագրին։ Իսկ այն Ռուսաստանում է կարել, թե նաև այլ երկրներում, որտեղ շատ հայեր կան։ Նարեկ ջան, ես տեղյակ չեմ ասում։ Թեմայի վերաբերյալ որոշակի մանրամասներ է հայտնում կուսակցության վարչության փոխնախագահներից Վահագն Ալեքսանյանը։ Նա հաստատում է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև այլ պետություններում հարցումներ պատվիրելու տեղեկությունը։ Ես եթե չեմ սխալվում, կան հարցումներ, որոնց են կացվում Ռուսաստանում, ԵՄ-ում, ԱՄՆ-ում, հիմնական Հայաստանի քաղաքային երկրներում կամ երկրների խմբերում, որտեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ ներկայություն կա։ Իսկ ինչ վարկանիշ ունի Փաշինյանը ՔՊ-ի պատվիրված հարցումներով։ Վարչապետը միայն նշել էր, որ Ռուսաստանում բնակվող հայերի 84.5%-ն է իրեն ընտրելու։ Վահագն Ալեքսանյանն այլ տեղեկություն չի հայտնում, պատճառաբանելով, որ հարցման արդյունքները դեռ ամփոփվում են։ Իսկ ով է վճարում արտասահմանում Փաշինյանի վարկանիշը ճշգրտող հարցումների համար։ Կուսակցությունը վճարում է եւ անց է կացնում սոցիոլոգիական հարցումներ։ Մեկը չէ, երկուսը չէ, դեպ, որտեղ նախընտրական շրջանը բոլոր կուսակցություններն էլ դա անում են։ Նկատենք, որ վարչապետի աշխատակազմից մեզ փոխանցված պատասխանում այս հարցի վերաբերյալ եւս հստակեցում չկա։ Մասնավորապես նշված չէ, որ Հայաստանի պետական բյուջեից այդ ծառայության համար գումար չի հատկացվել։ Վահագն Ալեքսանյանի տեղեկացմամբ հարցումները մի քանի ընկերություն է անցկացնում, որոնցից մեկն էլ APR Group-ն է։ Մեկից ավել ընկերություն կա ներգրաված, մեկը նույն ընկերությունն է, որի հետ աշխատել ենք նաև նախկինում, APR ընկերությունը, մյուսը չեմ հիշի հիմա ուղղակի։ Factor TV-ն կապ հաստատեց այս ընկերության հետ, պարզելու, թե որ երկրներում են հարցում անցկացրել եւ ինչ արդյունքներ են արձանագրվել։ APR Group-ի ղեկավար Լիանա Բալյանը նախ անակնկալի եկավ մեր հարցից, որ ՔՊ-ի համար հարցում են իրականացնում, ապա աշխատակազմի հետ ճշտումներից հետո փոխանցեց, որ կուսակցությունից արտասահմանում ապրող հայերի շրջանում հարցումներ անցկացնելու պատվեր չեն ստացել։ Սոցհարցումներ անցկացնող այլ ընկերությունների անուններ ՔՊ վարչության փոխնախագահը չնշեց, ուստի հնարավոր չեղավ հարցումներ անցկացնելու մասին ճշտել նաև այդ ընկերություններից։